Նույն պատգամավոր Արթուր Խաչատրյան։ Սիրահարնակիցներ, անկասկած ցանկացած կաշառք պետք է արմատախիլ արվի։ Կենցաղային, քաղաքական, ընտրարշավի ժամանակ հատկապես, քանի որ ձևավորվում է իշխանությունը։ Բայց եկեք հասկանանք ինչ ներառենք կամ ինչն է դուրս մնացել այս օրենքի նախաձեռնողների քաղաքական տեսադաշտից։ Երբ քննարկում էր Սահմանադրական դատարանում քննվում էր 7 կուսակցությունների դիմումը, դատավորներից մեկը, եթե չեմ սխալվում, պարոն Շաթիրյանը հարց տվեց։ Ասեց, եթե կառավարությունը խոստացել է 10 դպրոց կառուցել եւ 9 կառուցել է տարվա ընթացքում, 10-րդը կառուցել է ընտրությունների նախաշեմին, արդյոք դա կարող է դիտվել որպես ընտրակաշառք։ Եթե բյուջեում կա, կարծում եմ ոչ, եթե դա ծրագրավոտ այդպես գնում էր։ Բայց եթե պետությունը ընտրություններից առաջ իշխանությունը, կառավարվող քաղաքական ուժը բացում է մեր բոլորի ձևավորված, վճարումներով ձևավորված բյուջեն, հանրային քսակը եւ իր քաղաքական նպատակների համար սկսում է սոցիալական ծրագրեր իրականացնել, այդ դա արդեն ընտրակաշառքի գերադրական աստիճանն է։ Որովհետև ծախսերը, որոնք այս իշխանությունը արել է, ընտրությունների նախաշեմին չկային պետական բյուջեում։ Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, դե 10,000 դրամ ավելացնեմ, որ ինչ լինի, թոշակառուն ինչի վրա է դա ծախսելու։ Բայց արի ու տես, որ հենց ընտրությունների նախաշեմին մարդիկ բարձրացրեցին կենսաթոշակները եւ այլ նպաստներ 78 միլիարդ դրամի չափով։ Եվիդեպ շատ հետաքրքիր ֆինանսների նախարարության դիրքորոշումը այդ հարցով 78 միլիարդ դրամով բարձրացվեց, եթե այդքան հոգատար էիք կենսաթոշակառուների նկատմամբ, շուտ բարձրացնեիք։ Կամ առողջապահությունը հանրային 142 միլիարդ կարգի պետք է լինի, բայց արի ու տես, որ առաջին կիսամյակում 66%-ի չափ է ծախսվել, 16%-ային կետով ավել 97 միլիարդ Անահիտ Ավանեսյանի խոսքերով, ավելի շատ ամսական 12 միլիարդի փոխարեն ավելի շատ է գնացել։ Ինչու՞։ Եվ կան հարցումներ սոցիալական, որոնք ներկայացրեցին մեր փաստաբանները, որ ընտրությունների մասնակցածների մի էական տոկոս ասել է այո, իրենք այդ սոցիալական ծախսերը անմիջապես ասոցիացրել են Նիկոլ Փաշինյանի հետ եւ դրա խաթր են գնացել քվեարկել սոցիալական ծախսերի։ Բա դա ինչ է, եթե ոչ պետական մակարդակով ընտրակաշառք։ Արդյոք դա չպետք է պատժվի, այո պետք է պատժվի եւ ամենախիստ ձևով։ Մյուս հարցը։ Նիկոլ Փաշինյանն ասում է կուսական ձայները մեզ տրված, այսինքն ձեզ տրված ձայներն են։ Մնացածը ընտրություններին ուրեմն ընդդիմությանը տրված ձայները կաշառքով են տրվել։ Բա եթե 550,000 մարդ կաշառքով գնացել եւ մասնակցել է ընտրություններին, արդյոք դա չի ազդել էականորեն ընտրությունների արդյունքների վրա։ 550,000 մարդ ըստ Նիկոլ Փաշինյանի կաշառք է վերցել եւ գնացել քվեարկել է։ Բա ազդել է, չէ՞։ Բա եթե ազդել է, ինչի՞ այդ հարցը չեք վիճարկել։ Ձեր ներկայացուցիչն ասում էր, չէ, դե էական ազդեցություն չի ունեցել։ 550,000 մարդ էական ազդեցություն չի։ Բա եթե դա չլիներ, կարող է վաղվա խորհրդանով լինեիք դուք, Արման Բաբաջանյանը եւ Արամ Սարգսյանը։ Բա ուր է ձեր սկզբունքայնությունը։ Գայիք վիճարկեիք, ասեիք, չէ, 550,000 կաշառք վերցրածը եթե չլիներ, պատկերը այլ կլիներ։ Թե սկզբից պետք է մի բան խոսել, ձեր մերկանտիլ շահերից բխող, հետո ուրիշ բան։ Ուր է ձեր սկզբունքայնությունը։ Հարգելի գործընկերներ,